կուզեմ երկու բառով անդրադառնալ կառավարման համակարգի առկա մոդելին, որը առանց չափազանցության ես կարող եմ որակել որպես ական տեղադրված մեր պետականության տակ, առանց չափազանցության, որովհետև առկա սահմանադրությամբ Հայաստանի հետագա գործունեությունը պարզապես ազգային անվտանգության խնդիր է, ինչու որովհետև գործող սահմանադրությունը մեր երկիրը վերածել է ուղղակի խեղճ ու կրակ, անկայուն եւ դիմադրողականության այսպես տարերից զերծ մի համակարգի, քանի որ սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ վերածվեց այսպես անձնիշխան ավտոկրատիզմի, պետությունը վերածեց անձնիշխան ավտոկրատիզմի, որտեղ որոշումների կայացման գործընթացը չափազանց արգելակված է, չափազանց դանդաղեցված է, որտեղ կուսակցական համակարգերի չկայացվածության պարագայում ցանկացած կուսակցություն, առավել եւս իշխող կուսակցությունը դարձել է կամակատար վարչապետի ձեռքին, այսինքն կատարում է բացառապես վերջինիս քաղաքական կամքը, քաղաքական կամքի կամակատարն է դարձել, եւ բացի այդ այսպես քաղաքական մտքի բացակայության պայմաններում ամբողջ պետական կառավարման համակարգն է դանդաղել, ամբողջ կառավարման համակարգը սկսել է ծառայել իշխող ուժի քաղաքական օրակարգին, որը որ վերջի շրջանում գաղտնիք չէ, արդեն դարձել է Ադրբեջանի քաղաքական օրակարգը, ցավոք սրտի, հետևաբար օր առաջ կառավարման մոդելի փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգային շահից։ Դա ամրագրված է մեր նախընտրական ծրագրում, մենք անցում ենք կատարելու կիսանախագահական կառավարման համակարգին, որտեղ գործառույթների հստակ տարանջատում կա, լեգիտիմության հստակ տարանջատում կա եւ պատասխանատվությունը քաղաքականության հստակ բաշխված է, այսինքն ցանկացած ձախողման կամ հաջող ընթացքի դեպքում հնարավոր է ասել ով էր դրա պատասխանատուն կամ ով էր դրա հետևում կանգնած, ոչ թե ամբողջ մեղքը բարթել պարլամենտի, գործադիր մարմնի, գեներալիտետի կամ ինչ-որ այլ ինստիտուտների վրա եւ այսպես սպրդել սեփական պատասխանատվությունից, քաղաքական պատասխանատվությունից։ Պետական կառավարման համակարգի առողջացումը Հայ ազգային կոնգրեսի ծրագրի հիմնական մեխն է լինելու։ Ես կարճ այսպես մեխերով կանդրադառնամ, թե ինչ հիմնական ասպեկտների է դա վերաբերվում, իսկ ամբողջական ծրագիրը, ինչպես պարոն Զորաբյանը ասաց, արդեն մեր կայքում կարող եք տեսնել։ Իրավական պետությունը ցանկացած պետության գործունեության կարևորագույն բաղադրիչն է։ Տեսնում ենք, որ վերջի շրջանում, վերջի տարիներին դատական համակարգը դարձել է իշխող ուժի ձեռքին հերթական կամակատարը, հերթական գործիքը, հետևաբար մեր ծրագրով մենք փորձելու ենք վերագտնել կամ վերակառուցել արդարադատության համակարգի նկատմամբ նախկինում գործող, ամենայն դեպս մեր իշխանության ժամանակ գործող վստահությունը, իշխանությունների ճյուղերի հստակ տարանջատվածության սկզբունքը գործելու է եւ հստակ քաղաքական գնահատական է տրվելու դատական իշխանության եւ դատական իշխանության մաս կազմող յուրաքանչյուր դատավորի կամ անդամի գործունեությանը, քաղաքական գնահատականը թույլ է տալիս սեփական մասնագիտական գործունեությունը իրականացնելիս զերծ մնալ որևէ քաղաքական կամակատար դառնալուց կամ քաղաքական ուժի գործիք դառնալուց։ Դա կարևորագույն ասպեկտն է մեր ծրագրի։ Ժողովրդավարական ինստիտուտների իրական անկախություն, ինչպես գիտեք, ներկայ իշխանությունը, գործող իշխանությունը թմբկահարում է անընդհատ իր ժողովրդավարական լինելու մասին, սակայն իրականում ժողովրդավարությունը սոսկ շղարշ է ավտոկրատիզմը, սեփական ավտոկրատիզմը թաքցնելու համար իրական ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների առկայություն, գործունակություն, թափանցիկություն, որը որ մենք չենք տեսնում, հետևաբար մեր իշխանության գալով, մեր կողմից ներկայացված ծրագրով մենք փորձելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ բոլոր ինստիտուտները, ժողովրդավարական ինստիտուտները համապատասխանեն իրենց բովանդակությանը, այսինքն միայն թղթի վրա գրված չլինեն կամ անպագորկոր ճառերի մակարդակում չլինեն։ Ընտրական վարչարարության մասին է նաև խոսքը, հանրային հաղորդակցության հարթակների, որը հատկապես նախընտրական շրջանում շատ սուր զգացվում է, մենք հիմա այլ ականատես ենք լինում, որ այսպես դասական իմաստով ճիշտ է ընտրակեղծարարություն քվեաթերթիկներում լցոնումներ կամ չգիտեմ ինչ այդ ամեն ինչ գիտենք, որ կազմում է դասական ընտրակեղծարարության բաղադրիչ, սակայն իրական ընտրակեղծարարությունը կամ ընտրական ինստիտուտի խեղաթյուրումը շատ ավելի խորն ու համակարգային գործընթաց է, որին ականատես ենք լինում, դա վարչարարությունը խեղաթյուրելն է, պետական ապարատը ամենօրյա ռեժիմով իշխող ուժին շահերին սպասարկելն է, մեդիա հարթակների ոչ հավասար մրցակցության ապահովումն է, նաև ինչ-ինչ ուժային կենտրոնների կողմից այսպես ակնհայտ քաղաքական հովանավորչություն ստանալը եւ այլն։
Դա եւս մենք կանխելու ենք մեր իշխանության գալով եւ մեր ծրագրում այդ ամեն ինչը հստակ ամրագրված է։ Հանրային կառավարման մոդելի բարեփոխումը ամենակարևորն է, որովհետեւ առանց հանրային կառավարման գործունակ մոդելի որևէ պետություն, որևէ պետական ապարատ չի կարող բարձր ցուցանիշներ եւ արդյունավետություն ապահովել։ Առաջարկում են գործառույթների հստակ տարանջատում, այսինքն նախարարությունները պետք է իրականացնեն ռազմավարության մշակման հստակ գործառույթ, իսկ այլ մարմինները, որոնք մենք համարել ենք, որոնք մենք անվանում ենք այսպես ծառայությունների գործառնական ինքնավարություն ունեցող կառույցներ արդեն պատասխանատու կլինեն այդ ռազմավարության տեղային, լոկալ կամ ճյուղային իրագործումների համար։ Նաև մերիտոկրատիայի մասին խոսեմ, որը առաջին նախագահան թարգմանը շնորհապետություն։ Ինչ է մերիտոկրատիան, դա արժանինքների սկզբունքի վրա հիմնված կառավարման համակարգի մոդելն է, արդյունավետություն, պրոֆեսիոնալիզմ, բարձր ցուցանիշներ, կառավարման հմտություններ եւ այլն, այսինքն պետական կառավարման համակարգում ներգրաված հանրային ծառայողները եւ բոլոր մասնագետները պետք է ընտրվեն եւ իրենց հետագա գործունեությունը կառուցեն բացառապես մերիտոկրատիայի արժանինքների սկզբունքի վրա եւ այդ ամեն ինչը ենթադրում է նաեւ գնահատման բաց եւ թափանցիկ մոդելների ներդրում, որը մենք իրականացնենք եթե կան նման թափանցիկ գնահատման համակարգեր, հետևաբար կա նաև մոտիվացիա համապատասխանելու ներդրված բարձր չափանիշներին, իսկ առանց բարձր չափանիշների մենք ժամանակակից աշխարհում չենք կարող համընթաց շարժվել եւ դառնալ աշխարհի պետությունների ընտանիքի լիիրավ անդամ։ Եվ վերջին կետին անդրադառնամ հակակոռուպցիոն քաղաքականությունը, այս իշխանության խաղաքարտերից մեկն էլ այն է, որ իրենք թմկահարում են ամենօրյա ռեժիմով, որ իբր հակակոռուպցիոն մեծ ռազմավարություն են իրականացրել, կոռուպցիոն ռիսկերը նվազեցվել է իրենց իշխանության օրոք, սակայն դա եւս իրենց հերթական այսպես բովանդակազուրկ հայտարարությունն է, իրականում կոռուպցիոն ռիսկերը շատ ավելի մեծացել են, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը ընդհանրապես տեղի չի ունեցել, ինչու որովհետեւ շահերի բախման այդ մեխանիզմը չի վերացել, մարդկային գործոնի մեխանիզմը չի վերացել եւ շարունակում է նախկին թափով ուղղակի եթե նախորդ իշխանությունների օրոք կլեպտոկրատիա էր, ավազակապետություն կամ գողապետություն, հիմա այդ ամեն ինչը իրականացվում է ավելի համակարգային ձևով, հարկերի բարձրացման կամ այլ մեխանիզմների ներդրման միջոցով։ Մենք ներդնելու ենք հակակոռուպցիոն ռազմավարության հստակ գործող մեխանիզմ, որտեղ տեղի ունենալու վարչարարության թվայնացում, մարդկային գործոնի կրճատում, ալգորիթմացում, որտեղ նվազագույնի է հասցվելու քաղաքացու եւ որոշում կայացնողի միջև ամենօրյա շփում, այսինքն շահերի բախումն էլ ինքնստինքյան հասցվելու է նվազագույն մակարդակի։ Այսքանը, այս մասով հուսով եմ կկարողանանք այդ հնարավորությունը ունենալ այս բոլոր ծրագրերը, ռազմավարական նշանակության ծրագրերը կյանքի կոչելու եւ Հայաստանը տանելու խելամիտ ուղիով, որովհետեւ սա իրականում Հայաստանի փրկության ծրագիր է, պետականությունը ստեղծած քաղաքական ուժի իրավունքով մենք հիմա հանդես ենք գալիս այդ պետականությունը պաշտպանող փայփայող քաղաքական ուժի դիրքերից, այնպես որ շնորհակալ կնենք, եթե տակ մեզ այդ հնարավորությունը Հայաստանը տանելու խելամիտ ուղիով։ Շնորհակալ եմ։